Երգիչ դերասան Գևորգ Մկրտչյանն ու նրա կինը, դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը, իրենց մայրերին անակնկալ են մատուցել։ Զույգն առանց նախապես պայմանավորվածության վերցրել է մայրերի անձնագրերը և գնել է Դուբայի տոմսեր։ Գնում ենք մամաների հետ Դուբայ, բայց իրենք դեռ չգիտեն այս մասին, նշել են Գևորգն ու Քրիստինան։ Մայրիկներն անակնկալի մասին իմացել են միայն մեկնելու օրը։ Առաջարկում ենք դիտել ջերմ և էմոցիոնալ հոլովակներն առանց մեկնաբանության։ Եկել ենք, գիտեք ուր, հեսա ցույց տամ։ Այո, ոնց կարող եք հասկանալ, եկել ենք Բուրջ Խալիֆան տեսնելու, շատ սիրուն է, աննկարագրելի է ուղղակի։ Գիտեք, այստեղ շատ շոգ է, շատ։ Ես ոնց միշտ սոված եմ, կգնանք հաց կուտենք, հետո Դուբայ մոլից գնումներ կկատարենք, կարծում եմ, որ ինձ համապատասխան սիրուն բաներ ես կգտնեմ ու բնականաբար կանենք գեղեցիկ լուսանկարներ։ Վերջապես մի ժամ ման գալուց հետո գտանք մենք Բուրջ Խալիֆին տեսնելու տեղը։ Գնանք նկարվենք, այնքան վատ ժամ է, որ նկարներ շատ վատ է դուրս գալիս։ Ժողովուրդ, մենք պետք է ձեզ մի բան խնդրենք, ուրեմն մենք նորից ենք հոլովակը տեղադրել, որը որ երեք ենք տեղադրել, պատահական քան 400,000 դիտում կար, բայց պատահական ջնջվել է, նույնչափ եթե ակտիվ լինեք, շատ գոհ կլինենք։ Կարող եք թողնել մեկնաբանություններ, որովհետև ես անձամբ չեմ հասցրել, տեսնեմ դուք ինչ եք գրել, բայց այս անգամ խոստանում եմ, որ ես անձամբ գտնելու եմ եւ այդ ամենը կարդալու եմ, պատասխանելու եմ իր խոսքով։ Եղեք։ Սպասում ենք ձեր մեկնաբանություններին, որպեսզի փոխում հայտնվի։ Եկել ենք Մարիա Ջումերիա, Մարին։ Եվ իսա անունն է սխալ ենք ասում։ Դե հիմա լավ, ոչինչ, մի խոսքով։ Այդտեղ ենք եկել, հեսա ձեզ ցույց կտամ։ Այդտեղ նոր տարի ամեն կարճատ դեպքում, ըստ նոր տարի է։ Այնտեղ ինչ հավես է։ Մի խոսքով ես հեսա ձեզ ցույց տամ այստեղի մթնոլորտը։ Տեսեք։ Շուրջ կարուսելն է, հավեսին, լրիվ մեկ Քրիսմասը։ Եվը կորավ։ Անգամ տնազար կա։ Եկել ենք Դուբայ մոլ ու կորել ենք Դուբայ մոլում, ուզում ենք գնանք հասնենք Բուրջ Խալիֆային, բայց չենք կարողանում։ Բայց ես այստեղ շատ հետաքրքիր խանութներ եմ տեսնում, որը մենք հետո պարտադիր պետք է այցելենք։ Մենք սենց եկել ենք ու ինչ-որ շատ կոլորիտային տեղ ենք ընկել։ Հիմա ես զգում եմ, որ ես արաբական երգում եմ։ Ինչ ես տեսել։ Ինչի մինչև էդ չէի։ Չէի զգում, հավատա, որ չէի զգում։ Ոյ լավ է։ Վայ, այստեղ նայեք։ Տեսնես լավն է։ Եվ հլը կբացես։ Ой, мама ջան։ Hello. Прям печень. How much is this? Եվ անգլերեն է եկեք տեսնենք։ How much? 100, ես իմիջ։ Գիտեք, մենք մենակ ռուսերեն ու հայերեն գիտենք, ոչ։ 50-50 անգլերեն էլ գիտենք։ Լիա Հովհաննիսյանի Live-room հաղորդաշարի սերշարքում հյուրընկալվել էին Գևորգ Մկրտչյանն ու կինը Քրիստինա Հովհաննիսյանը։ Star News-ը հետևեց զրույցին։ Որոշ ժամանակ առաջ քննարկումներ եղան Քրիստինայի հետ կապված։
Գործընկերներից Ռոզա Դավթյանը խոսել էր այն մասին, որ ներկա չի եղել հարսանիքին, հրավեր չի ստացել։ Խոսվել էր նաև, որ նախկինում ունեցել են ընկերական հարաբերություններ, որը չի պահպանվել։ Քրիստինան մեկնաբանեց այսպես. Շատ մտերիմ կապը հեռուստապրոյեկտի հետ էր կապված։ Երբ խաղում ես մտերիմ ընկերներ, այդպես էլ ընկալվում է հարաբերությունները։ Մենք շատ մտերիմ չենք եղել։ Հարսանիքի հետ կապված ես իմ կողմից հրավիրել եմ այն մարդկանց, ում հետ շատ մտերիմ էի, մնացածին Գևնա կանչել։ Հաղորդման շրջանակներում զույգը խոսեց նաև երեխա ունենալու մեծ ցանկության մասին։ Զույգը եկել է ներքուստ այն մտքին, որ պատրաստ է ծնող դառնալ, Գևորգ Մկրտչյանն անկեղծացավ։ Հիմա իմ գլխավոր նպատակն է, որովհետև ուզում եմ լիարժեք ընտանիք ունենամ, բայց սպասում ենք, Աստված երբ ցանկացավ այդ ժամանակ էլ կլինի։ Ցանկությունը մեր մոտ մեծ է, սպասում ենք։ Չեմ ասի չեմ նեղվում, որ այսքան ձգձգվում է, բայց եթե հիմա չի լինում, միգուցե դա է ճիշտը ու պետք է սպասել։ Քրիստինան ևս խոսեց. Սկզբից շատ էի վախենում, բայց ինչքան երկար եմ Գևի հետ ապրում, այդքան ավելի վստահ եմ լինում։ Հիմա լիարժեք կարող եմ ասել, որ պատրաստ եմ, ամեն դեպքում նեղվել պետք չի։ Ինձ թվում այս թեմայի շուրջ Գևը ավելի է սրտնեղում, որովհետև վաղուց էր պատրաստ։ Ես ավելի թեթև եմ նայում, երբ տեսնում եմ տխուրը հասկանում եմ, որ թեմայից կարար տխրեր, ես եմ սկսում։ Մինչև խոսացնում եմ հոգիս հելնում է, ամեն դեպքում առանց երեխա չենք լինելու։ Մեզ այսօր բոլորից ուրախ ժամանց, ոնց որ սենց ուրախ սկսել ենք այսօրվա օրը, սենց մինչև էլ շարունակվի, ամփորձանք օր ունենանք ու գնանք մեր հասիկի հետևից։ Հրացուկը չգիտեմ, այսօր կարդ եմ խոսալի է։ Ածես, Այո, այսօր են օրն է, որ պետք է ամբողջ օրը սովորել։ ես 2 ամիս դիետա պահեցի, որ այսօր գմփացնեմ։ Այ։ Բարև ձեզ կարելի է, ես ինչ սիրում տղա է։ Մերսի։ Լավավոր, ձեզ լավ արասա։ Ապրես։